Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները, դուք լսում եք Դարփինյանի ժամը, հիշեցնեմ, սա պրոֆեսոր Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Դարփինյանի հեղինակային հաղորդաշարն է։ Երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է այն ձեզ համար վարում, եթե ուզում եք նաեւ դիտել մեր հաղորդաշարը, ապա բաժանորդագրվեք սոցիալական հարթակներում մեր օգտահաշիվներին, լրատվական ռադիոյի գործարար ալիքի եւ իհարկե Արմեն Դարփինյանի Հետընտրական Հայաստանում ենք զրուցում, պարոն Դարփինյան։ Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, այո, ողջունում եմ բոլորիդ, գեղեցիկ Հայաստանում ենք մենք գտնվում ամեն պարագայում, անկախ ընտրություններից։ Անկախ ընտրություններից, այո, մեր ուշադիր ռադիոլսողները գիտեն, որ մենք Գևորգ Քոչարի փողոցի վրա ենք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեր հարևանությամբ է գտնվում եւ մենք ականատես ենք լինում ինչ-որ իրարանցումների իրադարձություններ, օրինակ հիմա Հակոբ Կոխյանը հացադուլի է ներքևը նստած, չեմ հասկանում ճիշտ ասած ինչի ինքը եւ ամենայն հարգանքով հացադուլավորին Վլադիմիր Պուտինի պատկերով մայկայով է նստած։ Շուտ մեկնաբանություն ունեք ընդհանուր առմամբ տեղի ունեցածի կապակցությամբ, թե չէ։ Դե հացադուլին ես չեմ անդրադառնա, Հակոբ Կոխյանին հարգում եմ որպես լավ բռնցքամարտիկ, դեռևս սովետական ժամանակահատվածում նա ամենատեխնիկապես հագեցած բռնցքամարտիկներից էր, ձախլիկ էր, շատ գեղեցիկ էր մենամարտում, իմ կարծիքով իր դաշտը այնտեղ է, էլի ռինգում է, այլ ոչ թե հացադուլավոր, որպես եւ կամ ընտրական հանձնաժողովի դիմաց։ Ես Դավիթ ջան, առանձին գործողությունները չեմ մեկնաբանի, ընդհանրապես չեմ մեկնաբանի, որովհետեւ մեկնաբանությամբ չեմ զբաղվում։ Ես ուղղակի ընդհանուր պատկեր կուզեմ ներկայացնել, ինչպես եմ ես տեսնում, ընդհանուր օրինաչափությունները, այն հանգամանքները, որոնցում մենք որպես երկիր եւ պետություն այսօր գործում ենք, հայտնվել ենք, վտանգները, որոնք այդ իմաստով մենք պիտի կարողանանք եւ կանխատեսել եւ վնասազերծել, եւ լուծումները այն խնդիրների, որոնք որ առաջացել են ինքնաբերաբար այս ընտրությունների նախընտրական, ընտրական եւ հետընտրական զարգացումների կոնտեքստում։ Ուրեմն ինչպես է առաջին բլոկը հետեւելն է, որ ես կուզենամ անդրադառնալ, ինչպես է քվեարկում հայ ընտրողը։ Դες սովետական ժամանակներից դեռևս մի անհետ ձևակերպում կա, որը որ ներթափանցել է արդեն այսօրվա մեր կյանք, ասում են ընտրողին դիմելով, ասում են ընտրեք խղճի մտոք։ Ես ուզում եմ ասել, որ խիղճը ընտրության հետ բացարձակապես կապ չունի, որ բացարձակապես, այսինքն մարդը ընտրության գնում է հայ մարդը, խիղճը կապ չունի այդտեղ։ Կա 3 հիմնական փաստարկ, որոնցով հայ մարդը գնում է ընտրության։ Առաջին փաստարկը եւ հիմնական փաստարկը էմոցիոնալ փաստարկն է։ Հուզական վերաբերմունքը այս կամ այն գործի չի նկատվում։ Մեր մոտ, այո, իհարկե։ Իհարկե, ես հիմա կասեմ ինչու է մեզ մոտ այդպես եւ ինչու այլ երկրներ կան, որտեղ այդպես չէ։ Ուրեմն կա 3 փաստարկ։ Առաջինը դա էմոցիոնալ հուզական փաստարկն է, ինչպես է վերաբերվում ընտրողը այս կամ այն գործչին։ Սիրում է, ատում է, ասում է լավ տղա է, հա, սիրուն աղջիկ է, ենթադրենք, հա, հուզական, էմոցիոնալ վերաբերմունք, որը կապ չունի գաղափարական ընտրության հետ։ Ես պիտի ասեմ, որ մեր ընտրողը հայաստանյան իմ ձևակերպմամբ եւ իմ մոտեցմամբ մոտ 80%-ով հուզական վերաբերմունք ունի ընտրությունների նկատմամբ, այսինքն ընտրում է էմոցիոնալ։ Նորից եմ կրկնում, խիղճը բացարձակապես կապ չունի։ Ես խնդրում եմ, որպեսզի այդ անհետ այդ արտահայտությունը այլևս ուղղակի չգործածենք։ Խիղճը ընտրությունների հետ կապ չունի։ Ուրեմն առաջինը հուզականն է, որը իմ կարծիքով կազմում է մոտ 80%։ Երկրորդ արգումենտը, այսպես ասած, երկրորդ հարթությունը դա շահեկան հարթությունն է, ռացիոնալ։ Այսինքն ընտրում եմ Պողոսին, որովհետև նա փող է վճարել, ենթադրենք, հա, դա այսինքն կա շահ, որովհետև կա վախի հանգամանքը, ընտրեմ Պողոսին, որովհետև կարող է պատերազմ լինի,
կամ գոնե այսպես մնա չվատանա վիճակը, հա, այսինքն կա որոշակի ռացիոնալ մոտեցում, ռացիոնալ գաղափարից ելնելով, ռացիոնալ մտածելակերպից ելնելով մարդիկ գնում են ընտրության։ Իմ պատկերացմամբ այդ 80-ը ասացի, մնացած 20%-ը գրեթե ամբողջությամբ այս ռացիոնալ ընտրատարածքի մեջ չէ, ներառյալ ընտրակաշառքով ընտրության գնացողների։ Չէ, ռացիոնալ է, այսինքն վճարել ես, ես գնում եմ, ասենք քվեարկում եմ, որովհետև դու ինձ վճարել ես, ես գնում եմ քվեարկության։ Եվ շատ չնչին մասն է հայ ընտրողի, իմ պատկերացմամբ երևի առավելագույնը 5%-ն է, որը գաղափարական ընտրության է գնում։ Այսինքն գաղափարական, հա, ընտրում եմ այս ուժին, որովհետև սրա գաղափարախոսությունը ես կիսում եմ, ուզում եմ, ցանկանում եմ, պատրաստ եմ նաև օժանդակել, աջակցել, կողքը կանգնել եւ այլն, գաղափարական ընտրություն։ Ասեմ մոտ մինչև 5% է առավելագույնն է։ Պատճառը ո՞րն է, պարոն Գալստյան։ Ով է մեղավոր նկատի ունեմ, քաղաքական ուժերը, թե հասարակությունը։ Գաղափարական առաջարկ կա քաղաքական դաշտում։ Ուրեմն Դավիթ ջան, մեղավոր չփնտրենք, մենք ունենք օբյեկտիվ իրականություն։ Օբյեկտիվ իրականությունը կայանում է նրանում, որ մենք չունենք դեռևս ամրապնդված դեմոկրատիա մեր երկրում։ Մենք չունենք ժողովրդավարություն։ Ժողովրդավարական ամրապնդված կայացած դեմոկրատիաներում հակառակն է։ Գաղափարական ընտրությունն է, այսինքն ընտրողը գնում է գաղափարական պայքարի։ Գաղափարական պայքարի գնում է այն ընտրողը, որը նորմալ, միջինից բարձր ապրելակերպ ունի։ Հասկանում ես, որի մեկ շնչին ընկնող ամսական եկամուտը ընտանիքում կազմում է առավել նվազագույնը 1000 եվրո։ Մեկ շնչին ընկնող 3 հոգանոց ընտանիքը 3000 եվրոյով ապրում է, հասկանում ես, այդ ընտրողը գնում է խոսքը ամսվա մասին։ Ամսական, իհարկե, ամսական 1000 եվրո գումարը, այսօր անգամ ես չնչին գումարն է, այսինքն նվազագույն գումարն է, որով միջին խավ է ձևավորվում, միջին խավի ներքին, այսպես ցուցանիշ ներքին շեմն է, որը որ իհարկե այդ ընտրողը գաղափարապես կգնա ընտրության, այսինքն նա ընտրություն կկատարի գաղափարախոսությունների միջև։ Մեր ընտրողը մենք չունենք նման ընտրող։ Մեր ընտրողը այդ շեմին հասնող ընտրողը այսօր Հայաստանում կկազմի առավելագույնը 20%։ Հասկանում ես, իսկ այդ 20%-ից ընտրության կգնա առավելագույնը կեսը։ Կեսից էլ ես նորից եմ ասում, ձևավորվում է այն 5%-ը, եւ եթե դուք տեսնեք հիմա, ասենք մեր այս 19 թե 18 ուժեր կային, կուսակցություններ կային, դաշինքներ կային, որոնք որ հավակնում էին ընտրություններին, այնտեղ կան 0.5, 0.6, 1.1, 1.2 եւ այլն։ Դրանց մեջ կան ուժեր, որոնք որ գաղափարախոսապես էին հանդես գալիս։ Դրանց ընտրողները առավելապես գաղափարախոսական են։ Գաղափարախոսական ընտրողներ կան նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրողների շարքում, չնայած այնտեղ մեծամասնությունը եւս էմոցիոնալ, ասենք Փաշինյանին է ընտրում, էմոցիոնալ տեսանկյունից է ընտրում, բայց այնտեղ կա որոշակի տոկոս, կարծում եմ եւս ինչ-որ տոկոս 10-20% կա ընտրողների, որոնք որ նաև գաղափարախոսապես են ընտրում։ Հիմա չկա կայացած դեմոկրատիա, կայացած դեմոկրատիաներում հակառակն է։ Հիմա քանի որ մենք չենք կայացել որպես դեմոկրատիա, բոլոր դրսևորումները նախընտրական, ընտրական եւ հետընտրական չի համապատասխանելու, ինչքան էլ մենք ուզենք, չի համապատասխանելու զարգացած դեմոկրատական ռեժիմներին։ Պետք չի զարմանալ, հասկանում ես, ոչ մի բանի վրա, ոչ մի բանի վրա ես չեմ զարմանում, ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Ցավոք սրտի ունենք վիճակ, որի հետ պիտի հաշվի նստենք ուղղակի։ Ուրեմն սա առաջին բլոկն էր, հա, ինչպես եղավ, որ այսպես եղավ։ Այսպես եղավ, որովհետև ընտրությունը էմոցիոնալ է եւ ոչ թե գաղափարական։ Երկրորդ հարցերի բլոկը հետեւյալ է։ Մեզ ինչ է հարկավոր, այնուամենայնիվ մենք երկիր ենք, պետություն ենք եւ յուրաքանչյուրս այս երկրի քաղաքացի է, պիտի հասկանանք, մեզ ինչ է հարկավոր, որն է ռացիոնալ այնուամենայնիվ, չէ՞։ Մեզ հարկավոր է ժամանակ։ Այլ մենք 35 տարի ունենք անկախ պետություն, մենք չենք ունեցել ժամանակ։ Կամ ունեցել ենք, զվատնել ենք, այսինքն երևի թե ունեցել ենք ժամանակ, որի ընթացքում կարող էինք ուժեղանալ եւ ձեռք բերել որոշակի արգումենտներ, որոնցով մենք հանդես գայինք աշխարհի դիմաց, բայց մենք կորցրել ենք այդ ժամանակը։ Հիմա մենք խիստ անհրաժեշտություն ունենք խաղաղ ժամանակի։
ժամանակ, որի ընթացքում կկարողանանք հասկանանք այնուամենայնիվ մեր առաջնահերթությունները, ինչպես ենք զարգանում, ուր ենք զարգանում, ինչպես ենք դրսևորում մենք մեզ որպես անկախ պետականություն։ Այսինքն հարկավոր է խաղաղ ժամանակ, հա, հիմա։ Խաղաղ ժամանակի առաջնային այսօրվա երաշխիքը ու այն իրավիճակում, որում գտնվում է մեր երկիրը, TRIP նախագիծն է ըստ իս, եւ Միացյալ Նահանգների ամբողջական ներգրավումը մեր տարածաշրջանային այս process-ների մեջ։ Դա միակ երաշխիքն է այսօր, որը որ գոյություն ունի, անկախ ընտրություններից, նորից եմ կրկնում, եւ անկեղծ ասած ընտրությունները այս ժամանակահատվածը այնքան էլ հարմար չէր։ Լավ կլիներ, որ մենք կարողանայինք TRIP-ը սկսենք իրագործենք եւ հետո նոր դրանից հետո կայանային ընտրությունները, որտեղ ընտրությունները ըստ էության TRIP-ի կայացման կամ չկայացման մասին էին, հա, որովհետեւ իշխանությունը տենց ներկայացրեց այդ պարոն Դարբինյան, բայց արդյոք դա այդպես էր։ Կարծում եմ այո, որովհետեւ հիմնական ուժերը, որոնք որ հիմա ստացան խորհրդարանական ձայներ, հիմնական ուժերը պատրաստ էին վերաբանակցելու։ Այո, բայց պետք են ուրիշ երաշխիքներ, այո, բայց մենք պիտի նորից բանակցենք եւ այլն, դա անլուրջ խոսակցություն է, որովհետեւ համաձայնությունը տեղի է ունեցել, պայմանագիրը ստորագրվել է։ Նորից եմ կրկնում, շատ անհարմար ժամանակահատվածում տեղի ունեցավ ընտրությունը, եթե ընտրությունը տեղի ունենար 1 տարի հետո, իսկ ես կարծում եմ, որ 1 տարի հետո Հայաստանում տեղի կունենան արտահերթ ընտրություններ։ Հիմա կասեմ ինչու։ Բայց վերադառնամ, ինչ է հարկավոր Հայաստանին այսօր։ Հայաստանին այսօր հարկավոր է խաղաղ ժամանակահատված։ Խաղաղ ժամանակահատվածի միակ միջազգային երաշխավորը այսօր Միացյալ Նահանգների հետ կնքված այդ համաձայնագիրն է, TRIP-ի համաձայնագիրն է, որն է այն գինը, որը մենք վճարել ենք այդ խաղաղ ժամանակահատվածը տեսականորեն ունենալու համար, դա այն 76%-ն է, որը մենք տվել ենք ամերիկացիներին TRIP նախագծում։ Չէ՞ որ մենք կարող էինք չտայինք, բայց այդ պարագայում չենք ունենա հնարավոր երաշխավոր այդ համակարգի։ Որն էր այն գինը, որը մենք պատրաստ էինք վճարել Ռուսաստանին այն ժամանակահատվածի համար կամ Ղարաբաղը, Արցախը հայկական պահելու համար։ Թեկուզ եւ նույն գազային համակարգի ամբողջական Ռուսաստանի սեփականության անցնելը։ Դա էր այն գինը, որը մենք օրինակ, հա, ուրիշ բաներ ենք վճարել, բայց վճարել ենք այդ թվում նաև գազային համակարգը Ռուսաստանին տրամադրելով։ Այսինքն մենք վճարել ենք որոշակի գին։ Հիմա ո՞րն է լինելու այն գինը, որը թույլ կտա Իրանին համակերպվելու այս TRIP համաձայնագրի իրականացման հետ։ Այդ գինը ապասառեցված գումարներ են։ Իրանը ունի հարյուրավոր միլիարդ դոլարներ սառեցված արդեն առավել քան մոտ 50 տարի սառեցված գումարներ ունեն նրանք արտասահմանյան բանկերում եւ Իրանը կհամակերպվի այս գործարքի հետ այո, եթե ապասառեցվեն միջոցները իմ կարծիքով, իսկ Միացյալ Նահանգների եւ Իրանի վերջնական համաձայնությունը կարծես թե մոտենում է, դրա մասին մենք եւս կխոսենք եւ դա նշանակում է, որ այո, կա գին, որը Իրանը պատրաստ է վճարել եւ Միացյալ Նահանգները պատրաստ են վճարել եւ այդ գինը որպեսզի TRIP-ը իրականացվի։ Այսինքն TRIP-ը միակ երաշխիքն է, որը կարող է մեզ տրամադրել որոշակի ժամանակահատված։ Հիմա ինչ է թելադրում մեր ռացիոնալ մտածելակերպը։ Ռացիոնալ մտածելակերպը թելադրում է, որ լավ կլիներ սա շարունակվեր, այսինքն քաղաքականությունը, որը որտեղ գրվել է, շարունակվեր եւ նոր միայն կայանային ընտրություններ, բայց ցավոք սրտի տեղի ունեցավ այն, ինչ որ տեղի ունեցավ։ Հիմա ինչ վտանգներ է պարունակում այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք արդեն ընտրություններից հետո։ Առաջին հերթին իհարկե տեղի ունեցավ եւ տեղի կունենա լեգիտիմության աստիճանի նվազեցում։ Այս ակնհայտ է, որովհետեւ եթե ընտրությանը մասնակից այն ուժերը, որոնք որ այնուամենայնիվ հասել են խորհրդարանական կարգավիճակի, եթե այդ ուժերը վիճարկում են ընտրությունների արդար լինելու հանգամանքը, դա արդեն նշանակում է, որ լեգիտիմության պակաս կա երկրում։ Իսկ ես կարծում եմ, որ այն հայտարարությունը, որը երեկ հրապարակվեց 6 թե 7 կուսակցությունների կողմից,
Այնտեղ նրանք ուղղակիորեն վիճարկում էին ամբողջ այս գործընթացը, դա նշանակում է, որ այնուամենայնիվ լեգիտիմության նվազեցում է տեղի ունենալու։ Եվ ես անգամ ենթադրում եմ, որովհետև այդ տեքստից հետո հաջորդ քայլը, որը ենթադրվում է, այն է, որ այդ ուժերը չեն համաձայնվի մտնելու խորհրդարան։ Ես կարծում եմ, որ դա եւս ռացիոնալ գործելակերպ կլինի, եւ դա թույլ կտա քաղաքացիական պայմանագրին եւ Նիկոլ Փաշինյանին 1 տարի հետո անցկացնել նոր ընտրություններ արդեն մաքրված քաղաքական դաշտով։ Ես կարծում եմ, որ դա վատ սցենար չի, այնուամենայնիվ այս 1 տարվա ընթացքում նրանք իրականացնեն բոլոր հնարավոր այն քայլերը, որոնք որ բերելու են երաշխավորված ժամանակի եւ խաղաղության ժամանակի, եւ դրանից հետո կոչ կանեն նոր ընտրությունների, մինչեւ այդ կարծում եմ նաեւ կմաքրազարդեն քաղաքական դաշտը, մասնավորապես ես համամիտ եմ այն կարծիքի հետ, որ օլիգարխները չպիտի ներխուժեն քաղաքականություն։ Ես բնականաբար համամիտ եմ այն կարծիքի հետ, որ չի կարելի ընտրությունները դարձնել փողի պայքար, բացարձակապես փողը պիտի չխաղա այն դերակատարումը, որը այսօր ցավոք սրտի մեր երկրում ունի։ Իսկ մենք ունենք հարյուրավոր դեպքեր, հիմա մեր ուժային կառույցները մարդ չկա, որ չլսեն իմ կարծիքով եւ այդ մի կողմից դա իհարկե տալիս է իր դրական արդյունքները, բայց ընդհանուր առմամբ իհարկե դա բացասական երևույթ է։ Ես նման երևույթի հետ ես առնչվել եմ Միացյալ Նահանգներում, երբ դեռ պաշտոնավարում էր պետական պաշտոններում, ես հասկացա Միացյալ Նահանգներում գտնվելով, որ իմ ցանկացած քայլը ուղղակի հսկողության տակ է, ցանկացած քայլը ուղղակի որևէ մասնավոր շարժում հնարավոր չէ իրականացնել այդ բaragայում։ Ուրեմն վտանգներից առաջինը դա լեգիտիմության նվազեցումն է, որը ամեն դեպքում բացասական երևույթ է երկրի համար, քաղաքական համակարգի համար, միջազգային հանրության հետ մեր շփումների համար, եւ սա պետք է հաղթահարել։ Իմ կարծիքով դա կհաղթահարվի 1 տարի հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ նախաձեռնելու միջոցով։ Երկրորդ վտանգը, որ ես տեսնում եմ, իհարկե Ռուսաստանի կողմից հնարավոր շարժումներն են, տնտեսական սանկցիաները ուժեղացնելուց սկսած մինչև ընդհանրապես ընտրությունների արդյունքները չճանաչելը։ Սա իհարկե բերելու է բարդացումների մեր հայ-ռուսական հարաբերություններում։ Այստեղ պիտի շատ զգույշ լինել, որովհետև այնուամենայնիվ մենք շատ իմաստներով փոխկապակցված ենք։ Ես կարծում եմ, որ ռացիոնալ գործելավոճը այստեղ պիտի կայանա նրանում, որ մենք կարողանանք շարունակել մեր կառուցողական բանակցությունները եւ կառուցողական աշխատանքը եւ ԵԱՏՄ շրջանակներում եւ առանձին վերցրած երկկողմ հարաբերություններում ԱՊՀ անդամ երկրների հետ եւ ես կարծում եմ, որ այստեղ իշխանությունների նախընտրած գործելավոճը օպտիմալն է այսօր, այսինքն մենք շնորհավորում ենք Ռուսաստանին, Ռուսաստանի պետական տոնի կապակցությամբ չենք ստանում Ռուսաստանից շնորհավորանքներ, շարունակում ենք շնորհավորել, շարունակում ենք բարեկամաբար մեր հարաբերությունները, ես կարծում եմ, որ մենք այստեղ սրելու որևէ անհրաժեշտություն չունենք, բայց բարդությունը մենք ֆիքսում ենք, որ կա այս խնդիրը, որին ամեն օր գրեթե մենք ստանում ենք այս կամ այն ռուսական պաշտոնյայի կողմից ինչ-որ անդրադարձ, այս մեր իրավիճակի նկատմամբ ըստ որում անդրադարձը դա ամբողջական, այսպես ասած, ներխուժում է, նրանք առերևույթ ցուցադրում են, որ շատ մտահոգված են Հայաստանում զարգացումներով, մտահոգված են հայ ժողովրդի ապագայով եւ ճակատագրով, եւ պիտի ասեմ, որ հայ ժողովրդի ճակատագիրը եւ ապագան որոշում է ոչ այլ ոք, քան հայ ժողովուրդը, եւ այստեղ որևէ արտաքին ներխուժման, միջամտության, կարեկցության կարիքը մենք չունենք։ Խանգարում են ընդդիմությանը, պարոն Դարփինյան, իրանք փորձում են օգնել, բայց խանգարում են դրան։ Իմ տպավորությամբ այս մարտի 20 թվին տեղի ունեցածը բացարձակ չեն վերլուծել ու չեն հասկացել ռուսական պետության կարգավիճակը հայկական հասարակության համար Արցախի կորստից հետո։ Այդ չի մտնում ոնց որ իրանց մեջ էլի։ Դա նրանից է ես անդրադարձել եմ այդ հարցին, որ հայ-ռուսական հարաբերություններով զբաղվում են դիլետանտները ռուսական կողմից գոնե,
Չի ասի, որ հայկական կողմից առանձնապես մտքի բարբետներ են, բանագիտության զբաղվողները մտքի տիտաններ են, ռուսական հարաբերությունները այնուամենայնիվ դա շատ նուրբ մատերիա է եւ այդտեղ պետք է շատ նուրբ զբաղվել, կարծում եմ երկու ստեկ, բայց առավելապես ես այստեղ մեղքի բաժինը կբաժանեի Ռուսաստանի վրա կդնեի, որովհետեւ անկեղծ ասեմ Դավիթ, որ ես իմ բազմամյա փորձից ելնելով պիտի ասեմ, որ ես գրեթե Պրիմակովից հետո որևէ մեկին Ռուսաստանում չեմ գտել, չեմ նշмарել անգամ, որի հետ առարկայական եւ իմաստալից քննարկում կարելի է իրականացնել, այդ թվում նաեւ օբյեկտիվության դաշտում, այսինքն խնդիրների մասին խոսել, խնդիրները քննարկել, լուծումները գտնենք եւ առաջ շարժվենք եւ այլն։ Ցավոք սրտի ես այսօր էլ չեմ գտնում եւ մարդիկ ովքեր զբաղվում են բացարձակ դիլետանտներ են։ Իրենց արտգործնախարարությունում տեղակալը Լավրովի տեղակալը, որ զբաղվում է մեր խնդիրներով, Ճապոնիայի մասնագետ է, բացարձակապես, այսպես ասած, գործին չի տիրապետում, չի ճանաչում։ Ժողովրդին պետք է ճանաչես, հասկանում ես, դա նաև դեսպաններին է վերաբերում։ Դեսպանը, որը նշանակվում է Հայաստան, պետք է ճանաչի հայ ժողովրդին։ Դա գոնե մի հոգի, այտենց հարազատ հայ ընկեր պիտի ունեցած լինի, հասկանում ես։ Վերջին դեսպանները ռուսական չունեին նման հայ ընկերներ կամ ունեին այն հայերը չէին, որոնք որ արտացոլում էին հայ ժողովրդի կարծիքը եւ պատկերը։ Ուրեմն դա երկրորդ վտանգն է, լեգիտիմությունը առաջին, երկրորդ վտանգը դա Ռուսաստանի հետ հարաբերություններն են։ Երրորդ վտանգը իհարկե փողոցային, այսպես ասած, գործընթացների գեներացման վտանգ այդպես գիտես նման գնահատականներ կան, որ կարող է լինել նման վտանգ։ Ես այսօր անգամ Ռուսաստանից նման գնահատական տեսա, որ բացարձակ պատիվ չէր բերում այդ գնահատողին, ռուսական պաշտոնյա էր, ասաց վտանգ եմ տեսնում, բայց քո ինչ գործն էր վտանգ ես տեսնում։ Կարող է ինքը ՑԵՈ էր տալի, պարոն Դարբինյան, կարող է դա ինքը չէր կանխատեսում, հուշում էր կամ այո, տալիս էր, ցույցում էր տալիս, որ փողոցային գործընթացներ պետք է սկսել։ Գիտես ինչ, Դավիթ, եթե Փաշինյանը իրավացի է, երբ ասում է, որ 100% ձայները գնվել են, հա, ուրեմն ձայնը որ գնում են, այդ գործարքը ավարտվում է, այսինքն փողը տալիս են, գնում է քվեարկում է մարդը, վերջանում է այդ գործարքը։ ՎԿ 18 թվի հեղափոխություն է, չէ՞, պարոն Դարբինյան։ Այսինքն մարդը նրանց հետո այդ մարդը փողոց դուրս չի գա։ Նա արդեն իր գործարքը կատարել է, այսինքն փողը ստացել է, գնացել քվեարկել է, նա արդեն դուրս չի գա, որպեսզի նա նորից դուրս գա, դրան պիտի նորից վճարես։ Իսկ ես կարծում եմ, որ հիմա վճարման հնարավորությունները խիստ սահմանափակվել են երկրում, նորից տոտալ վերահսկողության, այսպես ասած, գիտես ինչ ասենք, KGB-ական վերահսկողություն կա, մի կողմից ես նաև ուրախանում եմ, եթե հայաստանյան ԱԱԾ-ն այսօր հասել է սովետական KGB-ի մակարդակի, դա վատ չի պետության ուժերի տեսանկյունից։ Բայց որ բարքերն են սովետական KGB-ինը մնացել, պարոն Դարբինյան, դա անհանգստացում։ Այստեղ էլ արդեն քաղաքացիական հասարակության դերն է, որ պիտի մենք դրան դիմակայենք, այսպես ասած, բոլոր հնարավոր ուժերով պետք է դիմակայել։ Ուրեմն նորից մարդը, որը կաշառվել է, դուրս կգա փողոց, եթե նրան նորից կաշառես, որի հնարավորությունները խիստ սահմանափակված են հիմա։ Մեկ, երկրորդը, ես կարծում եմ, որ բոլոր այդ երեք ուժերին, որոնց Փաշինյանը անվանարկեց որպես եռագլուխ հրեշ, պակասում է քաղաքական գործիչ, նրանց լիդերները քաղաքական գործիչներ չեն, այսինքն հասկանում ես օլիգարխը, բիզնեսմենը քաղաքական գործիչից շատ հեռու է, եւ չկա քաղաքական լիդեր, որը կարողանա փողոց գեներացնել եւ չկա փողոց գեներացնող սուբյեկտ այդ ես չեմ կարծում, որ նման վտանգ կա, չնայած շահագրգիռներ կլինեն, որպեսզի նման գործընթացներ սկսվեն, ամեն դեպքում ես կարծում եմ, որ դրան պետությունը եւ կառավարող ուժը եւ մեր, այսպես ասած, արդեն հայաստանյան KGB-ն կարողանա դրան դիմակայել։ Ես առանց հեգնանքի եմ ասում, ես ասում եմ որպես գնահատական իրավիճակի։ Մենք պիտի հասկանանք, որ ապրում ենք այնպիսի մի իրավիճակում, որը դեմոկրատական չէ, հասկանում ես, մենք Նորվեգիայում չենք գտնվում։
հետագայում կասեմ ինչու Նորվեգիայի օրինակն եմ բերում։ Ձեր թույլտվությամբ ընտրակաշառքների մասով մի հարց տա։ Քաղաքական գործիչներից մեկը լավ անունն էլ ասենք Էդմոն Մարուկյանը Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցի ժամանակ բնդում ասում է, եթե այդքան խոսում են ընտրակաշառքով ընտրված մարդկանց մասին, եթե պարլամենտում կան ընտրակաշառքով ընտրված մարդիկ, ապա այդ պարլամենտը լեգիտիմ չի։ Դե Դավիթ ջան, կարելի է ասել նման գնահատական կարելի է տալ, նորից եմ ասում, լեգիտիմության պակաս կլինի երկրում, կա եւ արդեն կլինի, եւ այդ լեգիտիմության պակասը կհաղթահարվի, հանգիստ կացեք։ Ես վստահ եմ ուղղակի, որ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների, առավել եւս, որ նաեւ նշмарվում է, որ այս երկու ուժերը, որոնք անցան խորհրդարան, Քոչարյանի ուժը եւ Կարապետյանի ուժը, նրանք կարծում եմ չեն վերցնի իրենց մանդատները, ելնելով այն տրամաբանությունից, որը որ այսօր գործում է եւ ելնելով ռուսաստանյան այդ կոմենտներից, ես կարծում եմ, որ չեն վերցնի, իսկ այդ պարագայում Փաշինյանը 1 տարի հետո կանցկացնի նոր ընտրություններ, արդեն նոր բացարձակ նոր իրավիճակում եւ ես ենթադրում եմ եւ շատ կուզեի որպես այդ նոր ընտրությունները տեղի ունենային եւ այդտեղ իսկապես քաղաքական պայքար գնար, գաղափարական պայքար գնար։ Մենք այսօր տեսանք ինչ որ չափով երիտասարդ ուժեր, երիտասարդ նոր գործիչներ, որոնք դուրս եկան ասպարեզ եւ կարծում եմ, որ ժամանակն է, որ նոր գործիչների հետ մենք կապենք մեր ապագան նաեւ։ Այսինքն ենթադրում եմ, որ այս լեգիտիմության պակասը, որը բնականաբար եւ այդ իմաստով ասենք Մարուկյանը ասել է, չի ասել, բայց այդ իմաստով ես համաձայն եմ, որ լեգիտիմության պակասը պիտի հաղթահարվի եւ կհաղթահարվի, հանգիստ կացեք։ Հիմա իշխանությունը այս ընթացքում իհարկե նաեւ կոպիտ սխալներ գործեց իմ կարծիքով եւ այդ սխալների մասին եւս պետք է ասել, որպեսզի դրանք նախ հաղթահարվեն, երկրորդը չկրկնվեն։ Նախ եւ առաջ Փաշինյանը հայտարարեց արդեն ընտրություններից հետո, որ հայաստանյան քաղաքական թիվ 1 խնդիրը եւ առաջնահերթությունը այս երագլխին ունեզրկումն է։ Դե ունեզրկումը չի կարող լինել գաղափարական համար 1 խնդիր։ Չի կարող լինել ուղղակի, պարոն Փաշինյան։ Եթե տրոցկիստ չես էլի, հա։ Դա պիտի Լենին լինես, այսինքն իսկ գիտես ինչ կա։ Հիմա մենք այն իրավիճակում ենք, երբ մենք գնանք լենինիզմի ճանապարհով, ունեզրկման ճանապարհով։ Մեր միջազգային գործընկերները 1000 անգամ կմտածեն, արդյոք այս երկրի հետ ընդհանրապես արժե գործ ունենա, թող իրանք այդտեղ ինչ որ կախելեն, բանանեն, բաշխեն եւ այլն, ինչ որ պիտի խլեն, որ այդ հանգստանան, նոր մենք մտնենք։ Եթե դու հիմա հեղափոխական ձևով ասում ես ունեզրկումն է քո հիմնական խնդիրը, դե ես սա մերժում եմ, սա հնարավոր չի ընդունել որպես առաջնային խնդիր։ Կա դատական, քրեական, ուրեմն իրավական process, դա պիտի գնա զուգահեռ անկախ կառավարման քո առաջնահերթություններից։ Կառավարման ուժս, կառավարությունս եւ այլն, ունեզրկումը պիտի չլինի քո խնդիրը, այստեղ ասենք բացարձակ երկրականդ, այն էլ քաղաքական խնդիր։ Երկրականդ մոտեցում է, ես պիտի դա ասեմ եւ հորդորեմ, որպեսզի ուրեմն պարոն Փաշինյանը փոխի իր առաջնահերթությունը, դա այդպես պիտի չլինի։ Երկրորդը հայտարարվեց, որ 100% ձայները, որոնք որ տրվել են այս 3 քաղաքական այդ կամ օլիգարխիկ ուժերին, եւ դրանք 100%-ով կաշառված են։ Խոսքը 500,000 մարդու մասին է, պարոն Դարբին, փոքր թիվ չի։ Եւ պիտի ես այստեղ ասեմ, որ բացարձակ ոչ օբյեկտիվ եւ վիրավորական գնահատական է սա ժողովրդի նկատմամբ պարոն Փաշինյանը եւ քաղաքական կառավարող մեծամասնությունը պիտի ընդունեն, որ երկրում կա բավական ստվար զանգված ժողովրդի, որոնք էմոցիոնալ տեսանկյունից չեն ընդունում, նվազագույնը չեն ընդունում Փաշինյանին եւ կա նաեւ ատելության զգացում Փաշինյանի նկատմամբ։ Այսինքն սա պիտի ընդունել, եթե նրանք սա չընդունեն, նրանք կգտնվեն ծուր հայերիների դաշտում եւ սխալը սխալի վրա ուրեմն կկատարեն, որը երկրին նույնպես ոչ մի լավ բանի չի բերի։ Այսինքն պիտի ընդունեն, որ կա այն զանգվածը, որը իրենց չի ընդունում նվազագույնը եւ ատելության զգացում կա նրանց նկատմամբ, որը իդեպ նաև ավելացվում է հենց իրենց գործողություններով։ Հենց ասենք օրինակ ունեզրկման տեսանկյունից, եթե դա հայտարարվում է որպես համար 1 խնդիր, այդ բոլոր ունեզրկվողները, որոնք քիչ չեն,
եւ նրանց ընտրություններին առանց կաշառքի ընտրելու են ուրիշ քաղաքական ուժի։ Դրանք քիչ չեն, այնուամենայնիվ երկիրը երկար ժամանակ ֆեոդալական կառուցվածք է ունեցել, էլի ամեն մի ունեզրկվողը պոտենցիալ դա ֆեոդալն է եղել համապատասխան համակարգի ֆեոդալը ունեցել է իր համապատասխան մարդիկ համակարգը որոնք ենթարկվել են որոնք ընդունել են նրա ֆեոդալ լինելը հասկանում ես եւ հիմա բնականաբար դեռևս գտնվում են այդ շղարշի եւ ֆինանսական նաեւ ազդեցության դրա տակ են գտնվում այո երրորդ սխալը որը կարծում եմ եւ արդեն տեսնում եմ որ կարող է կատարել իշխանությունը դա քաղաքական հետապնդումներն են այն մարդկանց նկատմամբ ովքեր ներգրավված են եղել այս ընդդիմադիր ուժերի ցուցակներում առաջին ծիծեռնակը ես տեսա համալսարանում արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման մասին կարծես թե նման շշուկներ են գնում կամ արդեն առարկայական լուրեր ինչու որովհետև Անուշ Սետրակյանը որը այդ ամբիոնի վարիչն է երկարամյա բավական լուրջ եւ գնահատված մասնագետ է մասնագիտական շրջանակներում Սետրակյանը ներգրավված է եղել օպոզիցիոն կուսակցություններից մեկի ցուցակում եթե ամբիոնը համալսարանական ամբիոնը լուծարվում է այդ պատճառով սա իմ կարծիքով ծայրահեղ սխալ որոշում է որովհետև այդ ամբիոնը Լևոն Ներսյանի ամբիոնն է այդ ամբիոնը այսօր Հենրիկ Էդոյանը մեր լավագույն մտավորականներից Լիլիթ Մելիքսեցյան Նատալի Գոնչար Խանջյանը ցին մարդիկ են որոնք որ ձևավորել են հսկայական կրթական արժեհամակարգ եւ ամբիոնը լուծարելը բացարձակ սխալ մոտեցում է իմ կարծիքով պետք է զերծ մնալ այս ամեն ինչից բայց ես նաև դրա բացատրություն ունեմ Դավիթ տես ես միջազգային մամուլում տեսա երկու օրինակ համալսարանականների դեպի համալսարան պետության այսպես ասած ներգործության նորվեգական օրինակը եւ իսրայելական օրինակը նորվեգիայում կա մի համալսարան որը կոչվում է գիտության եւ տեխնոլոգիաների նորվեգական համալսարանը դա պետական համալսարան է պետական ռեսուրսներով սնվող համալսարան է այնտեղ մի դասախոս կար մահմեդական Հուսեյն ազգանունով պրոֆեսոր Հուսեյնը որը իր դասախոսություններից մեկի ժամանակ ուսանողներին ասում է որ այս դարաշրջանում լավագույն բանը որը կատարվել է դա 24 թվականի հոկտեմբերի 7-ի Համասի հարձակումներ Իսրայելի վրա հասկանում ես Հիմա անմիջապես դա դարձել է արդեն բոլորի համար որտեվ այդ լսարանում հրեա ուսանող է եղել, որը միանգամից տարածել է այդ ձայնագրությունը եւ բնականաբար նաեւ Իսրայելը արձագանքել շատ կոշտ արձագանք եղավ, բայց նորվեգական համալսարանի ռեկտորը հանդես եկավ ի պաշտպանություն Հուսեյնի, ասաց, գիտեք ինչ կա, մեզ մոտ խոսքի ազատությունը եւ տվյալ դեպքում դասախոսը պրոֆեսոր Հուսեյնը արտահայտել է իր անձնական կարծիքը, դա կապ չունի մեր համալսարանի կարծիքի հետ եւ պրոֆեսոր Հուսեյնը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, որ այո, ես իհարկե արտահայտել եմ իմ սեփական հուզական մոտեցումը եւ դա որևէ կապ չունի համալսարանական տիրույթի հետ եւ համալսարանի ռեկտորը պաշտպանեց տվյալ դեպքում այս դեպքը հիշելով ես հիշեցի նաեւ ինտեկ որ ես երկարամյա համալսարանի ռեկտոր եմ եղել, չէ՞, մեր դասախոսներից մեկը տնտեսագիտության լսարանում դասախոսության ժամանակ անդրադառնալով գործող օլիգարխներից մեկի տնտեսական գործունեությանը տեսականորեն հաշվարկում է թե օրինակ ինչքան հարկ պիտի վճարեր եւ չի վճարել X օլիգարխը հասկանում ես դա լսարանում այդ պահին ուսանողներից մեկը լինում է այդ օլիգարխի համակարգի անդամներից մեկը անմիջապես ասում է օլիգարխին որ sense բան ասեց այս բանը նույն օրը երեկոյան օլիգարխի բակլաները եկան համալսարան այսպես ասած հաշվի հարդար տեսնելու այդ դասախոսի հետ իհարկե ես կանխեցի այդ ամեն ինչը բայց դες նորվեգական մոտեցումը եւ կա իսրայելական մոտեցումը դες նորվեգիան զարգացած դեմոկրատական երկիր է նա ասաց խոսքի ազատությունը ավելի կարեւոր է եւ համակարգը չի ընդունում նրա ասածը բայց նա ունի իր ասելու իրավունք Իսրայելում
որի վիճակը պատերազմական իրավիճակը մոտ է այնուամենայնիվ մեր իրավիճակին, Իսրայելի կրթության նախարարը ուրեմն կոչ է արել համալսարանական ռեկտորներին, խոշորագույն համալսարանների ռեկտորներին, որ ընկերներ եկեք մի հատ խարճա ստորագրենք, դուք իրավունք չունեք քաղաքական հայտարարություններ անել, որովհետև մենք գտնում ենք այնպիսի վիճակում, որ ձեր անձնական հեղինակությունը եւ ձեր անձնական կարծիքը կարող է վնասել մեր երկրի հեղինակությանը եւ երկրի շահերին։ Դուք պիտի ստորագրեք պարտավորություն, որ իրավունք չունեք հրապարակային ելույթներ ունենալ։ Իսրայելի կրթության նախարարն է նման կոչ արել իսրայելական ռեկտորներին։ Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում մեր վիճակը իհարկե բարդ վիճակ է։ Իհարկե ես միշտ եղել եմ եւ կամ ազատ համալսարանների կողմնակից։ Միշտ եղել եմ եւ կամ ազատ համալսարանների որպես երկրի դեմոկրատիայի պահապան ինստիտուցիոնալ կառույց կողմնակից եւ ուրեմն պետական չինովնիկը կապ չպետք չունենա այդ համալսարանի հետ։ Մեր մոտ հակառակն է։ Միգուցե մենք վերապահում կատարենք մեր դժվար իրավիճակի հետ կապված եւ ասենք, որ այո, նմանվում է մեր իրավիճակը Իսրայելի վիճակին, բայց եթե իշխանությունները դժգոհ էին տվյալ դեպքում ամբյոնի վարիչին կարելի է ուրեմն կամ հասկացնել կամ այսպես ասած համոզել, որ նա հրաժարական տա, բայց ամբյոնը չի կարելի լուծարել որևէ պարագայում եւ որևէ դեպքում։ Սա ուրեմն իշխանության սխալների մասին։ Երկու միջազգային կարևորագույն իրադարձություններ կան, որոնց մենք պիտի անդրադառնանք, որովհետև դրանք անմիջապես կապ ունեն մեզ հետ։ Առաջինը դա ամերիկա-իրանական համաձայնությունն է, որը կարծես թե այս շաբաթվա ընթացքում վերջնական տեսք կստանա։ Ես պիտի շնորհավորեմ բոլոր մասնակիցներին, բայց նաև արձանագրենք, որ նախագահ Թրամփը իր 80-ամյակի կապակցությամբ այնուամենայնիվ բոլորին պարտադրեց, որպեսզի գան համաձայնության։ Երեք կարծեմ նրա 80-ամյակներ եւ ինքը այդ 80-ամյակին ինքը սեփական նվերը մատուցեց ինքն իրեն։ Ճիշտ է, պիտի ֆիքսենք, որ Իրանը չզիջեց Միացյալ Նահանգներին։ Երկու խնդիր կար։ Միացյալ Նահանգները դրել էին իրենց առջև այս պատերազմում։ Առաջինը դա ուղղակի քոքահան անել այն համակարգը, որը գործում է, թեոկրատիան Իրանի, դա իրենց չհաջողվեց, Իրանը մնաց կուռ այն համակարգի ներքո, որում գործում է, եւ երկրորդը դա Իրանի կողմից այս հնարավոր միջուկային զենքի արտադրության պոտենցիալն էր, որը իրենք փորձեցին ոչնչացնել, բայց այս պահի դրությամբ այն համաձայնագիրը, որը կնքվելու է, դեռևս որևէ լուծում չի տալիս այդ խնդրին։ Այսինքն Իրանը շարունակում է պաշտպանել իր իրավունքը ուրանի հարստացման գիտական նպատակներով եւ շարունակելու է իմ կարծիքով հնարավոր ցանկացած միջազգային վերահսկողության ներքո Իրանը պահպանելու է ուրանի հարստացման իր իրավունքը ամեն դեպքում, բայց այդ հնարավոր համաձայնագիրը, որը ստորագրվելու է անպայման այս շաբաթվա ընթացքում, պարունակում է նախ 24-25 միլիարդ դոլար անմիջապես ապասառեցում հսկայական գումար է այսօրվա Իրանի համար Հորմուզի ամբողջ նեղուցը տրվում է փաստորեն բացվում է եւ տրվում է Իրանի կառավարման այսինքն դա մինչեւ պատերազմ էլ այդպես չէր հիմա այդպես է լինելու եւ Իրանը պահանջելու է չավելացնել առնվազն Միացյալ Նահանգների զորքերը այս մոտակայքում ես կարծում եմ որ այս համաձայնագիրը մեծ խթան կհանդիսանա նաև TRIP նախագծի իրագործման համար ես ուրախ եմ դրա համար որովհետև Իրանը այնուամենայնիվ մենք պիտի հասնենք նրան որ Իրանը գոնե դրան ներգրաված ելներ կամ բավարարված գար շարարկեր հիմա Իրանը ստանալու է իր սառեցված միջոցներից որոշակի հատված բացի դրանից այդ համաձայնագրում կա 300 միլիարդ ամերիկյան դոլարի պարտավորություն Միացյալ Նահանգների մասնակցելու ենթակառուցվածքների վերականգնմանը հսկայական գումար է եւ կարծում եմ որ Իրանը կհամաձայնվի այդ պարագայում մենք խնդիր չենք ունենա TRIP-ի իրագործման հետ սա մեկ եւ երկրորդը Եվրոպական միությունը հայտարարեց որ սկսում է բանակցություններ Ուկրաինա եւ Մոլդովայի հետ նրանց Եվրոպական միության ընդգրկման նպատակով
Սա բացառիկ երևույթ է, որովհետև եւ Մոլդովան եւ Ուկրաինան Ուկրաինան գտնվում է գործող պատերազմական իրավիճակում, իսկ Մոլդովան ունի չլուծված խնդիր այդ Մերձդնեստրի տարածքի հետ կապված։ Բացառիկ է, բայց Եվրոպան գնաց այդ քայլին։ Այսինքն սկսում է արդեն առարկայական բանակցությունները։ Սա ազդակ է այդում նաեւ մեզ եւ Վրաստանին, որ հնարավոր է, որ արագացված ռեժիմով հարցերը քննարկվեն, ելնելով նաեւ միջազգային իրավիճակից։ Բայց ես կարծում եմ, որ մեզ համար այսօր շատ ավելի կարևոր է հասնել Նորվեգիայի չափանիշներին, որպեսզի մենք ինքներս մեզ գիտակցենք որպես կայացած դեմոկրատիա, ոչ թե հայտարարենք բացարձակ տակը չունենալով դա, այլ մենք գիտակցենք եւ իրագործենք դեմոկրատական երկրներին հարիր ապրելակերպ, վարվելակերպ, այդ նաև քաղաքական գործընթացների տեսանկյունից, որոնք այսօր ցավոք սրտի չեն համապատասխանում կատարյալ դեմոկրատական համակարգերին։ Հենց այդ պատճառով ես հանգիստ եմ վերաբերվում բոլոր այն խախտումներին, օրինախախտումներին, օրինազանցումներին, որոնք իրագործվում են։ Մենք դեռևս չենք հասել դեմոկրատական երկրի կարևորագույն չափանիշներին։ Հուսով եմ, որ մի օր կհասնենք։ Այսպես ավարտենք։ Կարծում եմ լավ ավարտ էր։ Դարփինյանի ժամն էր մի փոքր ավելի երկար, քան սովորաբար, բայց մենք հաղորդում էինք բաց թողի, այնպես որ պարտքերն ենք վերադարձնում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, այսքանը։